դիմում եմ թլպատված Կարակոյունին Նիկոլ Փաշինյան անվան տակ թաքնված թուրքաջվուդին, որ ելավ աշխարհին հայտարարեց մեզ պետք է դժգույն և դժգոյ Շուշին։ Աստվածը պատիժեց քո տաբառը, քոչվոր շուն։ Շուշին դժգույն ու դժգոյ է առանց հայերի։ Աստծու պատիժը սկսել եք ստանալ և Աստծու կրակն է թափվելու ձեր բոլոր անաղոհած քրտուշներ թլպատվածներից վրա։ Ուրեմն նայի։ Համբալ քոչվոր, էդ գիտեք թե Բաքուն, ասվալտով, բուլվարներով, ձեր էշիտ ցրտված ոչխարներով, ցեք սարքել, մեր պապերի սարկածնա, էդ մտածեցիք, որ Արցախը բանցիկով սենց կապեցիք, սինիով տվեցիր, իմ պատենտ Ալիևին, մտածեցիք պիտի վայելեք, հարամը գալիս է, հալալն է տանում։ Ժողովուրդ, Շուշին ինչա նշանակում, որ ելավ հայտարարեց դժգույնը դժգոյ։ Հայերեն գրաբարը, որ փոխել են աշխարհաբարը, որ իսկական բարերի մտքերը և քաղաքների անվանումները շեղեն ձեզի։ Ապակի, որ ասում են, հայերեն իսկական Շուշա է կոչվում, Շուշի, Շուշից սարկած։ Թեգու Շուշա, իբր թե թուրքերեն լեզվով է, ժողովուրդ, մի խաբնվեք։ Շուշան նշանակել է ապակի, թափանցիկ, լուսավոր, փայլուն, Շուշից սարկած։ Շուշի քաղաքում, այդ փոքր քաղաքում ենքան արև ու լույս ու բարիություն կար իրանից անկախ։ Մարդիկ քաղաքի անուն դրել են Շուշի, Շուշից սարկած։ Շուշա նշանակում է ապակի, հայերեն իսկական հայերեն լեզվով։ Ղարաբաղը ոչ թե կոչվել է Կարաբաղ կամ Ղարաբաղ, Բաքվի 700,000-ից 95% հայությունը ղարաբաղցիներն են։ Կարող է իրանք չգիտեն իրանց երկիրը ոնց է, ինչ անուն է կրում։ Մենք բոլորս գիտենք Ղարաբաղ։ Մենք եկանք Բաքվից Հայաստան, լսեցինք Ղարաբաղ, ասինք երևի գրական լեզուն է։ Ղարաբաղ, խարը, բաղ, ամեն ինչի խարը, մրկերի, խարը ծառների, այգի, բաղ, խարը, դրախտնա, խետարը խորամանկ ձևով սարկել են Ղարաբաղ,
ռուսերեն լեզվով ղետար իբր թե չկա, ղեն փոխարինում են կեյով, Ղարաբաղը սարկում են Կարաբաղ ռուսերեն, Պաչիմուտը ռուսերեն Կարաբաղը թարգմանում է թուրքերենից, դառնում է Չորնի Սար, հրաշք դրախտ երգիրը, սարկեցին դժգույն դժգոյ Ղարաբաղ, Չորնի Սար, մի հատ էլ այսենց կալմիկա, այսենց նիվալաշկը, երբ որ Մագդան խոսած, որ Ղարաբաղ смешанный сад, как могли назвать райский уголок черным садом проклять, Էլավ ասեց, որ թուրքեր կարան նշանագումը հզոր կարասուլտան ա եղել, չգիտեմ ինչ, իբր թե Ղարաբաղ, իբր թե հայերի կողմից ա խոսում, Это не черный сад, а черный султан, там смелый герой, չգիտեմ ինչ, վերջերս էլ հայերն են կանցապտվեցին, Նիվալաշկեն եկավ, հասավ Հայաստան, իրանց գործերն անի։ Ժողովուրդ, Երևան չի, Երևանը, մեզ տատս փոքր վաղտվանից բացադրում էր քաղաքների անվան հիմքը, Երևան, սարկեցին Երևալ, Երևաց, քաղաքի անունը Երևան դարձավ Երևան, Երևանն էլ դարձավ Իրիվան, Թուրքի Իրիվան, որ Երևան Իրիվան չի կարա միանգամից, Երևան Իրիվան կարա լինի, Երևան նշանակում է ժողովուրդ, Երևած բառից, երբ որ նոյը տեսնում է արդեն հողը, ասում է Երևած, հողը Երևած արդեն, ջուրը իջնում է Երևած, Նախիջիվանը ժողովուրդ ջան, Նախճիվանը, որ սարկել են Նախճիվանը, հայերենը Նախիջիվանը, թուրքերեն Նախճիվանը, յա լուրջ, Նախճիվան ժողովուրդ ջան, Նախիջավ, Նախճիվան, Նախիջավ, նոյը երբ որ առաջի անգամն արդեն ոտը դրեց հողի վրա, Վան քաղաք, Նախիջավ, առաջի ոտ դնելու տեղ, ձեզ սաղ փոխել են, Շուշին, Փայլուն, Սվիրկայուշի, գորդ, սարկել են թուրքերեն Շուշա, Էսի թուրքերի քաղաքն է, Համբալ, Շուշին առանց հայերին է, դժգույն ու դժգոյ, ու Աստվածը այդ արտարությունը կվերակայնցնի, Հարամը գալիս է, հալալն է տանում, հայեր մենք վախենալու ոչինչ չունենք, թող վախենան հանցագործները, մարտասպանները, գողերը, իրանց գործերը ժամանակավոր է, սենց ասեմ, չակերտավոր աճողակ, գալիս է ժամանակ, երբ որ իրանք իրանց արածների պատասխանը, իրանց գողերի, մարտասպանների, իրանց թվում է, թե իրանց գործեր աճողակ է գնում, լավ էլ ջարդում են, լավ էլ սպանում են, լավ էլ թալանում են, գալիս է ժամանակ, պատասխան տալու, ինչքան քար շպրդել են, այդքան քար պիտի հավաքեն, Время бросания камней сменяется временем собирания камней. Հլտեսնեմ, Էսկան թափված ամեղ առնան ու էսկան մահի պատասխանը կարան տան, չեն կարա, ժողովուրդ ջան, Աստվածն են ծանում, ուշա ենում, բայց պուպուշ է անում, դուք անիծված եք թապարելու այդ թլպատված շներ, կարակոյուններ, այ Ռամիլ Սաֆարովներ, որ պատիգների տակ Փաշինյան եք դարձել,
Փաշինյան, Ռամիլ Սաֆարովներն են ժողովուրդ ջան, պատիգներն ուղարկում ա, որ հայի զայրուտը քնծնի, պատիժը չկրի, այ Ռամիլ Սաֆարով, պատիգներովըտ, որ եկար ասիր ես ձեզ սիրում եմ, հիմա հայերի հետևն ես փաստացի մտնում պատիգներն ուղարկելով, որ հայերը ունկը չտնգեն, փորձում ես քո կարակոյուններին պատիժից նաև քեզ պատիժից փրկել, ասու արտար պատիժից չկա ոչ մեկը, որ կարողացել է քո լեքսիկոնով ասեմ պլստալ։ Դուք ասու պատիժից չեք պլստա։ Հայկո, որ այսօր վիդեո եք դրել, ոնց եք իրար սրդիգներ ուղարկում։ Դու իմ խոսքի ուժը շատ լավ գիտես։ Այո, ջվուդ Հայկո, 1000 տուներ սարքել, էլիտար շենքեր էր 20 քանի պատուհաններով, 16 պատուհաններով, տներ արար, կյանքից դժգոհ էր, հեղափոխություն էր անում հայերի համար։ Հերդ, հին, 2 սենյականոց տան մեջ մնանց, որովհետև որպես հին իր քո ժամանակագից իտալական կահույքի հետ դիզայնը չէր բռնում քո հորը, համբալ։ Դու սատկելու ես, Հայկո ուշադիր լսի, դու իմ խոսքի զորությունը լավ գիտես։ Երբ որ ինձ հարց տվեցիր Մագդա դու օֆիս չունես, որտեղից քեզ հետ կան գործ, ասի որովհետև ես ինչ անում եմ, ջիգարով եմ անում, այդ ջիգարով բարի վրա դու խփնվար, ասիր ինչ ասիր ջիգարով, այդ բարը ես շատ լավ գիտեմ, որ իմ բեյնի բարը օգտագործեցիր, տվար, հայ ազգին խապելու համար, երբ որ սպիտակ մայկենք ու այսենց պիդաֆիլի ույսերիդ վրա հակար նժդեի դեմքով, էլար ազգը հայտարարեցիր սև ու սպիտակ, դու քո թուլեկների հետ, քո ջվուտ կնգատ հետ, որ վիդեո նկարեցին ժողովուրդ ջան, իբր թե պսակադրվել է հայոց օրենքներով, զորավոր Պուշկինի վրի զորավոր եկեղեցին պսակը չի նկարել, հարսի շորերով դուրս է այլնում, հարսին է հանում, իվաշկային, ջվուդ իվաշկային, որ Չեխի անվան տակ է թաքնվել, իբր թե տպավորություն ստեղծեցին, որ Հայկոն հայա, կնիգը քրիստոնյայա, այդ պսակը դինչի ցույց չտվեցիր, հարսի շորով ռոլիկ հանեցիր, հերտական կինո հանեցիր, որ իբր թե պսակադրվել եք, համբալ, այսի անաղուհատ սրպապիղծ, մերը ջվուդա, էսի Հայկոն ձեզ հայեր, պատինցալն է, օրինակն է, Աստվածաշունչի մեջ, որ գրված է, զավակները գելնեն իրանց ծնողների դեմ։ Ժողովուրդ, եթե դա մենց մասշտաբների խնդիր չլիներ, Աստվածաշնչի մեջ դրա մասին չէր գրվի։ Սա անաղուհած քրտուշներ ջորիներն են։ Դու գիտեք պատահական է իրան դեմքը սենց ջորու նման։ Ջորիներն են, խառնածիններն են, որ էշերը ծնան ձիերուց։ Մոր
էշմոր ծրագրով, ջվուդի ծրագրով, Էլան հայոց տունն են քանդում։ Այո, Իրան հեր է եղելա դաշնակահար, եղելա շատ զգայուն, շատ խելացի, անաղուհաց քրտուշուն խայդարակ արեց ոչ թե հորը, այլ մորը, որ մորից ընգած անաղուհաց քրտուշուն հազարումի տուն ուներ, էլի Տարշենկում մենց բնակարան սարքեց, հերը մնանց հին տան մեջ, դիզայնի հետ չէր բռնում, իրան լամուգների հետ չէր համապատասխանում, դե ոնց կլնի եվրոպացի երեխեք ունի։ Դու Հայկո փոշուց շատ ես վախենում, շատ ես վախենում փոշուց, ու դրա համար դու պիտի փոշի դառնաս, քո ամբողջ քո 4 լամուկներով ու իվաշկայով, դու պիտի սատկես ենենց, որ թաղելու խնդիր չարաճանա, մի ակնթարտի մեջ փոշի ես դառնալու քո լամուկների ու քո իվաշկայի հետ, խոսքս լավ հիշի, դու շատ լավ գիտես, որ Մագդայի ասածները կատարվում են ու շատ շուտ են կատարվում, էդի քո մահի մասին դու իմացի, իմ ասածի գաղապարը լսեցիր, որ կյանքը ռուսի ասած բալշակն է, մենց ճանապարը, բայց մենք ամեն մի վարգյան կայնում ենք խաչմերուկի դեմ, Աստվածը մեզ դնում է փորձության մեջ, նայած մենք հեքիաթի միջի որ խաչմերուկի ճանապարը կընտրենք, направо, налево или прямо пойдем, ըստ մեր ընտրության մեր կյանքի ճանապարհը կշարունակվի։ Հետո քեզ ասեցի, որ դու կինո ես նկարահանելու, որ ոչ մեկը նման կինո չի նկարահանել, ասեցիր ինչ ասի չգիտեմ, առաջի անգամն է լինելու։ Օրերից մի օր գործ էի անում տունը հոգնա կարանելուց, տելևիզոր չեմ նայ ժողովուրդ ջան, ուղղակի պուլտը սխմեցի, տենա մկոն է խոսում էր նրա մասին, որ ինքը ու Հայկոն նկարահանել են նենց կինո, որ աշխարհում առաջինն են իրանք, оказывается են, որ ագնոցներով ստերեո կինոթեատրում կարան նայեն կինո, որ կարան իրանք լուբոյ ցանկացած պային պուլտով սցենարը փոխեն, կինոյի միտքը ալաբալանիցանա ժողովուրդ ջան, որ խաչմերուկի վրա է միշտ հայտնաբերվում, ու պիտի ճիշտ ճանապարհ ընտրի չառնուբարու մեջ, այսինքն իմ ասածն եղել է, կինո են նկարահանել, որ աշխարհում առաջի անգամն է, այտենց կինո, որ կարաս դալիճում նստես ու սցենարը փոխես ըստ քո ցանկության, նաև հասկացա, որ Են ինչ որ ես իրան հետ խոսացել եմ կյանքը ինչա, հինքը փաստացի, էդ միտքը դրեցին, սարկեցին փող, կինո նկարահանեցին, կինո իրանց էլ նայելուց, ինձ լսելուց, կյանքը ապրելուց, ինձ լսելուց, կինոն նկարահանելուց, կինոն տեսնելուց բան չհասկացան, Էլավ Սուրբ հայ ժողովուրդի դեմ, սեփական հոր դեմ, մոր ջվուդական ծրագրով հայ ազգը վերացնելու գործում, դու մտածում ես, որ քո լամուկները պիտի ապրեն, սրպապիղծ, որ ելել ես հորը դեմ, Աստվածը նմանների քոկը չորացնում է,
Հիմա ցույց տամ ձեզի հայեր ջան։ Կներեք։ Հիմա ձեզ ցույց կտամ ոնց են Նիկոլը Հայկոն իրար դեմ։ Այսօր Pravda at Magdeji վրա վիդեո եմ դրել։ Ոնց են իրանք սուտ իրար դեմ ելնում ու նորից գրավում են ապոզիցիա դաշտը, ժողովուրդ ջան։ Այ Նիկոլի հետ հեղափոխություն արեց, Արցախի հողերը հանձնեց, հետո ելավ իբր թե հայ տղամարդը ելավ Նիկոլի դեմ, թշնամու դեմ։ Հայա ինքը, ոնց կարայինք թշնամու հետ ախպերություն անի։ Հետո խաղում է ապոզիցիաներ, դե հիմա էլ նայեք, ոնց են իրար դեմ, հայեր ջան։ Հեսա ձեզ ցույց կտամ։ Նայեք սիրդիգը, որ իրար պրիվետ են սրդիգներով ուղարկում, նայեք ոնց է ինքը Նիկոլին զապարկի միջից շիմպանզեն ոնց է ուրախանում, եթե այնտեղ կանֆետ ցույց տվեցին։ Այս շիմպանզեն էլ երեխեքը ոնց են ուրախանում շիմպանզեն տեսավ։ Նույն բեմադրություն, հիմա դուք կտեսնեք, կհասկանաք, որ противостояние оппозиции и правящих – это большой еврейский блеф, чтобы коренные народы не занимали политическое поле, чтобы они нами управляли, как хотели. И нас в спину бьют, уничтожают. Նրանց համար, ով որ չհասցրեց նկատել, ոնց Հայկոն սիրդիկ ուղարկեց Նիկոլին։ Հիմա ցույց կտամ, այդ կադրն էլ ցույց կտամ, ժողովուրդ ջան, որ դուք տեսնեք, ինչ ձևի իրանք противостоянии մեջ են։ Մի րոպե։ Տեսակ, ես էլ որ տեսնեք եսա, նայեք կադրը, որ այ նույն ռոլիկի միջից ստոպ կադր է մեարի Մարությանի էջնա, այս ենք, տեսակ, ժողովուրդ ջան, ես էլ քոչ որը որ ասում է, որ ոբշեմ մենք ստեղ հայերս, Իրան տաբրն է միշտ արածացվել։ Армения, она не должна и дальше быть инородным телом на теле Кавказа. Она и так пришла сюда позже всех. Եվ հորդաներ են եղել, մոնղոլ թաթարներ են եղել, եկել են, գնացել են, խառնվել են, մենք են գաղթե, մեզ են գաղթեցրել եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց հասկանում եք, եւ այս տրամբան, բայց այս տարածքում եղել է պետություններ։ Այս տարածքը երբեք չի եղել, որ ընդհանրապես ոչ մի պետություն գոյություն չունենա։ Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ։ 1000 տարի դուք պատկերացնում եք այդ ինչա։ И армянское государство было создано искусственно на тех землях, которые им исторически никогда не принадлежали. Но я много раз говорил, как Азербайджанская демократическая республика передала Ереван Армении. Это же исторический факт. 29 мая 18 года. Մեր տարածքում այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության վարչապետ որ երկրի կարակոյունն է որ երկրից ուղարկված ագենտնա ծրտված տեղ այդ հիմա որ սարկում են մերը սենց այո այդ գիժ մորը քոզել են իջիվանի գժանոցում Էլչիբեի հետ
Ցրտվել է այս գիժը, որբիզի հայեր չհասկանան Էլչիբեի գիժնա։ Տանում են հայի, են որ հերնը չկարողացավ պարզ ասել, որ սրան չնդրեք քակնեք ընկնելու հայազգ, ասում է ես ձեզ խորհուրդ եմ տալիս ավելի խելացի մարդ գտնել, թամամ խոսքն իշուն են ասում, ասելա որ էսի մարդ չի, խելք չունի, բերում են այդ դասատուին ըստ երևույթի, չգիտեմ, ինձ չեպեներա ունեցե կամ ստիպել են կամ փողով են տվե անել, ֆիզկուլ դասատուին տալիս են առանցնանալ իբր թե այդ աշակերտի հետ Նիկոլի մամային բռնաբարելա, ստիպված ա եղե բռնաբարված երեխուն վերցնի, կնգան վերցնի, ընտանիքից գնա, ապրի, իբր թե ընկան ծեծելա, Նիկոլը դրա համար հայ պապային չի սիրում, իբր թե Նիկոլի պապան հայն ընկանա ծեծե թուրք մորը, դրա համար ինք իբր թե հայերին չի սիրում, դրա համար ա իբր թե սատկե մերը, հասկացաք, երբ որ սատկելա մերը, ինքը այս գժին վերցրելա գնացելա նորից իրան ընտանիքի մեջ, այսենց այս բեմադրությունը սարքել են, որ հայազգը չիմանա, որ էսի ռեալնի թուրկա, ժողովուրդ թուրկա, գիշ թուրք մորից, գիշ Էլչիբեից, հերը բուտաֆորիայա, որ հայազգը մտածի Նիկոլիկա վազվզում է հայերի մեջ, սա թլպատված թուրկա, խաղը գնում ա նրա մեջ, որ հայերն իրանք են ասում, որ էդ իրանց երգիր չի, խուցպա, գիտեք ինչ ա նշանակում, политика евреев, когда преступник, насильник обвиняет свою жертву в том, что он является жертвой, а жертва является насильником, преступником. Այսինքն, ձեր классический օրինակը բերեմ, ոնց Սումգայիթում հայերին մորտեցին, Բաքվում հայերին մորտեցին, էլան ասեցին հայերն իրանք են իրանց մորտե, քցել են մեր վրա, նույն ձևի Ադրբեջանը գոյություն չի ունեցել, նախալնը կայնում ասում ա, որ Հայաստանն ա ամբորենի ստեղծված, այս պորնիկ չատլախներ Հայաստանից գոռում ա իբր թե հայա, որ ստեղ պետություններ են եղել, բայց ոչ Հայաստանի պետություն, ոչ հայերի, հասկացաք խաղն ինչի մեջն ա, իսկ երբ որ հերը ասել էր արդեն Արցախի 80% հողեր հանձնելուց հետո, հասկացել ա, որ սրան ինչի համար են մենձացրե իրան տան մեջ, ասել ա, որ գելնեմ կասեմ, որ դու թուրք ես, անձամբ իրան ձերով հորը սպանել ա, հայ, պաճիգների տակ, Ռամիլ Սաֆարովնա, էդ որ ասում են թուրկը ուժեղ դիվանագետ ա, թուրքի ջվուդի դիվանագետությունը խեղճի դերում, հետևդ պաչելով, ոտիդ բուդմադիցը սկսելով, հետևդ պաչելով, գպաչի միջև գահասնի կորտատ, իրան արևին, հասելա կոգորտին, արդեն հայտարարում ա, որ Հայաստանը գոյություն չի ունեցե արդեն։ Համբալներ,
Եկել է ժամանակ ասու պատիժը կրեք։ Հարամը գալիս է, հալալն է տանում։ Գոյնեն ոչխարները, որ երկրա գնդի վրով արածացնում եք ու զղտգվում եք, դրանից էլ պիտի զրկվեք։ Պիտի փոշմանեք, որ ծնվել եք, եկել եք այս աշխարհը։ Քրիստոսին խաչեցիք ձեզ, Աստված 2000 տարի տվեց, որ դուք մարդ դառնաք։ 2000 տարի գլուխը պադին տվեցիք, մարդ չդարձավ, պադը ճակեց, ձեր ճակատները չճակվավ, մարդ լինելու միտքը ձեր ուղեղի մեջ տեղ չգտավ։ Ձեզ ստեղծեցիք պետություն ուրիշների արնան վրա, ուրիշների հողերի վրա, մտածեցիք, թե զորով պիտի ձեզի ազգ հայտարարեք։ Ինչքան քակին ասեն հալվա, խո հալվա չդարձավ քակը։ Էնենց որ կեղդից Աստվածը հաստատ իմացեք, աշխարհը մաքրելու է, իրան ստեղծած աշխարհն է, իրան ստեղծած ժողովուրդն ենք, Աստվածը մեզ ձեր չարիկից հաստատ կազատագրի, վերևն Աստված, մեռնեմ ասու զորությանը, Շուշին դժգույն ու դժգոյա արանց հայերի, հայերը, ես ճամպեն որ ցույց են տվել, չէ ժողովուրդ, գիտեք ինչ կանեմ գնաց, կայնավ ասեց, որ իրանց երգիրն է, ինչ կուզեն են էլ կանեն, էդ գիտես եկեղեցիները, որ տվեցիր քանդել հայերին ասեցիր, դուք ինչ եք վաբշի արե, էդ ձեր բենի բաններ, որ դուք քաղաքներ կառուցեք, թե կառուցելուց մեզ գալիս եք մորտում եք, վայել եք պիտի, հլը Դերբենտի, Դաղիստանի ջրամբարը, որ տրակցրեցիք ջհուդներով, դե տեսեք են Պարկև Սրբազանը, որ ասում է տարօրինակ պատերազմեր, ասում էի ջրամբարը տրակցրեք, գեսը տրակցրեք, ինտերնետը չունենան, հոսանք չունենան, բիսպիլոտնիկներ, բայրակտարներ չկարողանան թռցնեն, դե տեսեք հիմա ինչ արել եք դեմը ծաբերելու Աստվածը, Դաղիստանի ջրամբարը տրակցնելու պատիժը դուք հիմա ստանալու եք, Մինգիչաուրի ջրամբարը, հլը տեսեք ինչ ա լինելու, ես գիտեք թե ես փորպրել են թունելները, բաները, էդ որ դուք ջհուդներով իբր թե Բաքվում, սկզբից սաղ հայերն են արե, հետո ջհուդներով, հայերին ստիպել եք, յան չգրվակ գործից դուրս գելնեք պաշտոններից, հայերը յանից չհրաժարվան, ով չգրվան, այսինքն սխալ ասեցի, յանից հրաժարվեն, ով գրվեն, որ մնան պաշտոնների, հայերն եկան Հայաստան, ով չգրվան, եկաք զավտեցիք, արեցիք էդի, որ զավտեք, պրոյեկտնի ինստիտուտների շեֆերը դարձակ դուք, ինժեներներ մնացին հայեր, դուք գիտեք, թե հայերը գծեցին, դուք կառուցեցիք, ֆոնդերի փողերը կերակ Իսրայել կառուցեցիք, գիտեք պիտի վայելեք, ասում են սրանք կիրտ գրակետ են, բա դարերով ասում են ամենահին ժողովուրդն են, բա ինչի բարբար չունեն, աշխարհով մեկ թապարում են, բոլոր ազգերի լեզուներով են խոսում, բա ինչի սաղտեղ ինժեներ են, գրակետ են, բան են իբր թե, բա ինչի еврейская архитектура не существует, Էդ գիտեն թե
փորելով, սարերի տագերով, սաղ էկոլոգիան քանդելով, բիդի վայելեն, հələ տեսեք, Մինգիչաուրի ջրամբարը ոնց այս կեղդը լվանալու տանելու, Հայկո, դու քու լամուգների հետ, քո Իվաշկայի հետ, սատկելու ես մի ակնտարտի մեջ ու ենենց, որ փոշի ես դառնալու, ձեզ թաղելու խնդիր չի լինելու, այս սուրբ հողին հարամ մերել էլ պետք չի, իմացար, սիրդիկ են ուղարկում իրար, ձեր ռազմերներն եք ցույց տալիս, որ իրար անում եք, այ պիդաֆիլներ, շնորհակալություն հայեր ջան.